երեկո, հարգաժան պարոն Ծառուկյան, հարգելի պատվիրակներ, հայրենագիցներ և իմ շատ սիրելի գյումրեցիներ։ Պարոն Ծառուկյան, հարգելի ներկաներ, ես այսօր չեմ խոսելու առաջարկ Հայաստանին ծրագրի դրույթներից Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզին և հատկապես Գյումրի քաղաքին վերաբերող այն կարևորագույն ու առաջնահերթ խնդիրներից, որի շուրջ բոլորս միասին բավականին ծավալուն աշխատանք ենք կատարել։ Քանի որ առաջիկայում դրա հնարավորությունը շատ եմ ունենալու։ Կարծում եմ բոլորդ գիտեք, թե ես որքան եմ սիրում ու նվիրված իմ մարզին ու հատկապես իմ սիրելի քաղաք Գյումրուն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գյումրին խոսք ու զրույցի, հումորի, չեմպիոնների, ավանդույթի, հետաքրքիր ու առանձնահատուկ բնավորության տեր մարդկանց ու նաև հեռանկարի քաղաք է։ Եվ այո, շատ ճիշտ է ասված, Գյումրու զարգացումը Հայաստանի զարգացումն է։ Շիրակի մարզում և հայրաքաղաք Գյումրիում անցած տարիներին հսկայական անուրանալի աշխատանք և ներդրում է արվել Ծառուկյանի միջոցներով։ Մեր ու Գագիկ Ծառուկյանի համագործակցությամբ իրականացրել ենք մի քանի տասնյակ բնակարանների նվիրատվություն անօթևան ընտանիքներին, Անի թաղամասի հարթ կդրով բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, Կամո գյուղի գազաֆիկացում, Բայանդուր գյուղի հակակարգդային կայաններ, Ամայսիայում, Աշոսկում, Արտիգում, Մարալիգում մի շարք սոցիալական ծրագրեր ենք իրականացրել։ Գյումրու 7 եկեղեցու արտաքին պատերի նորոգում, մաքրում և բակի կապիտալ վերանորոգում։ Տարիներ շարունակ անվճար առողջապահական ակցիաներ, հարյուրավոր շիրակցիների անվճար վիրահատություններ է արվել։ Մանկավարժներին, ուսանողներին, դպրոցականներին, տարեցներին ուղղված սոցիալական մի շարք ծրագրեր ենք արել։ Հարյուրավոր միլիոն դրամով աջակցություն անօթևան ընտանիքներին սոցիալական կենցաղային խնդիրներ լուծելու նպատակով։ Շուրջ $600,000 արժողությամբ Գյումրի քաղաքին 10 աղբատար մեքենաների նվիրատվություն, Շիրակի մարզի գյուղերին մի քանի տասնյակ գյուղտեխնիկայի նվիրատվություն։ Եվ սա մեր կատարած աշխատանքի ընդամենը մի մասն է։ Վստահ եմ, մեր համատեղ աշխատանքով հետագայում շարունակելու ենք շատ գործ անել Շիրակում և Գյումրիում, իսկ գյումրեցին, շիրակցին միշտ դա տեսել ու գնահատել է։ Սիրելի հայրենագիցներ, այսօր ճիշտ ժամանակն է խոսել այն մասին, որ կեղծ է այն թեզը, որ անպարտելի է իշխանությունը։ Մեկ տարի առաջ Գյումրու ընտրություններին ընդառաջ շատերիդ հավատացնում էին, թե ընտրություններով այս իշխանություններին հաղթելն անհնար է։ Սակայն գյումրեցին իր հաստատակամ բնավորությամբ ու սկզբունքայնությամբ ապացուցեց, որ անպարտելի իշխանության թեզն ընդամենը միֆ է։ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը adekvat և կազմակերպված աշխատի, ապա անպայման կհաջողի։ Սիրելի հայրենագիցներ, հիշում եք, չէ՞, մեկ տարի առաջ այս օրերին գրեթե բոլորդ ինձ կոչ էիք անում չմխսել հավաքական ընդդիմության հաղթանակը Գյումրիում և գնալ ինձ համար այդքան բարդ և դժվար որոշմանը։ Այսօր օգտվելով այս հնարավորությունից և բոլորիդ աչքերի մեջ նայելով պաշճակատ, ասում եմ, ես գնացի այդ քայլին հանուն նրա, որ ձեզանից յուրաքանչյուրը սպասում և հավատում էր այդ հաղթանակին, որ ձեր մոտ այդ հավատը չկորեր։ Ես իմ օրինակով ցույց տվեցի, որ ստորադասում եմ իմ անձնական խնդիրները պետության, պետականության, երկրի անվտանգության հարցերից։ Գյումրու մասով ես ինձանից կախվածն արդեն արել եմ։ Շնորհակալ եմ։ Դա արել եմ նաև այս օրերի համար, որ ժողովուրդը վստահ լինի, որ ընդդիմադիրները այս համապետական ընտրություններին նույնպես կգտնեն համախմբման ձևը, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, քանի որ ընդդիմության անելիքը մեկն է, այս իշխանությունը չպիտի ունենա իշխանություն, ինչպես Գյումրիում մենք գյումրեցիներս արեցինք։ Մեզ բոլորիս բարի երթ, շնորհակալ եմ։